Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արմատ հաղորդաշարն է։ Մենք ներկայացնում ենք Արցախի պատմությունը, մշակութային ժառանգությունը, արցախյան կոլորիտը։ Արմատ քանզի, եթե մենք չիմանանք մեր անցյալը, չենք կարող կերտել ներկան եւ ապագան։ Այսօրվա հաղորդման թեման Արցախյան ավանդական տարազն է։ Մեր զրուցակիցն է պատմագիտության թեկնածու Սվետլանա Պողոսյանը։ Բարև ձեզ, Տիկին Պողոսյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ հրավերի համար։ Ընդհանուր առմամբ հայ ազգագրական գիտության մեջ, երբ որ դասակարգվում էր տարազախմբերը, ներկայացնում էր որպես Սյունիք Արցախյան տարազ։ Դա ինչով էր պայմանավորված եւ արդյոք որոշակի տարբերություններ կային Սյունյաց եւ Արցախյան տարազների միջև։ Շատ հետաքրքիր հարցադրում է, ասեմ, որ երբ մենք հայկական տարազի համակարգում ներկայացնում ենք Սյունիք Արցախյան տարազախումբ, ելնում ենք այն հանգամանքից, որ բավականաչափ սերտ մշակութային առնչություններ, նմանություններ կան, եւ դա մեկ մշակութային մեծ արեալ է։ Եվ բնական է, որ համահայկական այդ ընդհանրություններին զուգահեռ մենք նաև որոշակի տեղական առանձնահատկություններ տեսնում ենք, օրինակ Շուշիի հագուստը երբ մենք դիտարկում ենք, այստեղ նկատում ենք արդեն որոշակի առումով քաղաքային մշակույթի ազդեցություն, բայց ինքը իր իմաստաբանությամբ, կառուցվածքային միավորներով, ինչու՞ չէ գունային լուծմամբ, գեղազարդմամբ ինքը շատ ընդհանրական է եւ այդ առումով հրաշալի է, որ մենք տեսնում ենք, որ բնիկ ժողովրդի, տեղաբնիկ ժողովրդի ստեղծած մշակութային ժառանգությունը ինչքան կայուն է մնացել այս մեծ արեալում եւ Սյունիքում եւ Արցախում։ Ավագյանի գրքում հայ ժողովրդական տարազը հրատարակվել է 1983 թվականին, այնտեղ Արցախյան տարազը ներկայացնելիս ասում է, որ ուներ երկու ենթատեսակ՝ հայավարի եւ քաղաքավարի։ Եվ նշում է, որ քաղաքավարին, քանի որ մտել է նորամուծությունների շնորհիվ եւ շուտ է դուրս եկել ասպարեզից, սակայն երբ որ կարդում ենք օրինակ հայ ժողովրդական բանահյուսության օրինակ Մարգարիտ Գրիգորյան Ստամբերյանի աշխատանքը եւ ինքը վերջում տալիս է բանասացների ցանկը եւ նրանց նկարագրությունը, ասում է օրինակ հագնված էր քաղաքավարի։ Իսկ դա 1950-ական թվականներն էր։ Ինչ որ հակասություն կա սրա մեջ, թե ուղղակի պարզապես շարունակականությունը կար։ Ես հակասություն ըստ էության չեմ տեսնում, երբ որ ասում ենք հայավարի, այսինքն ի նկատի ունի տեղաբնիկ ավանդական տարազի համալիրը, որը հստակ կառուցվածք ունի, գունային լուծում ունի, այսինքն դա ներքնազգեստն է, կարմիր գույնի, կանանց համալիրի մասին է, վերնազգեստ 3 փեշ կանի, տեսեք ինչ հրաշալի բառ է օգտագործում, այսինքն 3 փեշ, խլխ, արխալուխ, այդ անվանումները օգտագործում են, բայց շատ տիպական է հենց այդ 3 փեշ կանի։ Եվ գլխի բավական բարդ հարդարանք, իսկ երբ մենք խոսում ենք քաղաքայինի մասին, դա արդեն որոշակիորեն եվրոպական մշակույթի ազդեցությամբ ձևավորված հագուստի համալիրն է։ Եվ եթե մենք իհարկե Շուշիի մասին խոսում ենք, բնական է, որ անպայման այստեղ տեսնում ենք երկու տարբերակված համալիր, մեկը որ հենց զուտ հայկականի ազդեցությամբ ձևավորված համալիր է եւ արդեն Թիֆլիս, Բաքու եւ այլ քաղաքների այդ մշակութային ազդեցությունը այստեղ որոշակի առումով երևում է, հենց հագուստի առումով։ Եվ իրապես մենք տեսնում ենք, որ հենց կենսունակ մնաց տեղաբնիկ հայկականը։ Հաջորդ հարցը հետեւյալն է, մեր բանահյուսության մեջ եւ ընդհանրապես ժողովրդական երգերում միշտ ասվում էր, որ ասենք օրինակ հիշում եք հայտնի երգը՝ «Միղաշանգ աղջիկ կննջ կերմիշ շուրում»։ Այո։ Դա Արցախյան տարազի իրական բնորոշումն էր։ Այո, ասեմ, որ նույնիսկ մանրանկարում կա 17-18-ի սկիզբ, մենք այստեղ տեսնում ենք այդ կանաչ կարմիր հագուստի համադրումը, այսինքն սա շատ կարևոր գունային լուծում է, որ նույնիսկ մեր մանրանկարչության մեջ հստակ դրանց այս գունային զուգորդումը կա եւ հենց գեղեցիկ աղջիկ կարմիր շապիկով
Նույնիսկ միջնադարյան պոեզիայում բավական հաճախ այս գունային զուգորդման մասին խոսվում է։ Այսինքն այստեղ եւս մենք մշակութային ժառանգության շատ հետաքրքիր կենսունակ գիծ ենք տեսնում։ Եվ եթե շապիկը եւ շապկընկերը վարտիքը կարմիր էր, ապա վրայից հագնում էին կանաչ եւ կարմիր եզրազարդերով, քոբա, ինչպես ասում են, այդպիսի հագուստ։ Եվ մեր Սյունիք Արցախյան հագուստը նրանով է առանձնահատուկ, որ ըստ էության գաղափարաբանությունը նույնն է։ Եթե վերցնենք ամբողջ համահայկական տարածքը, այստեղ գեղազարդման տարբերություն է։ Այսինքն, եթե Արևմտյան Հայաստանում այդ տարածախմբերում մենք տեսնում ենք առավելապես օգտագործվում է ասեղնագործ բանվածքը, ապա Սյունիք Արցախյան համալիրում մենք տեսնում ենք, որ նույն դերակատարությունը ունեն արծաթյա զարդերը, ընդհուպ միջև այն, որ այդ արծաթյա զարդերը նաև շապիկի վրա են կրծքամասում, մենք տեսնում ենք վերնազգեստի այդ շուլալակարով հարդարված եւ նաեւ ամբողջ եզրերը արծաթյա զարդերով, բոժոշներով, խողովական նման այդպիսի զարդերով, որոնք ուղղակիորեն հենց թևքաբերաններն են զարդարում եւ այս առումով հետաքրքիր է, որ նյութը տարբեր է, բայց գաղափարը նույնն է, սա շատ կարեւոր բան է, այսինքն համահայկականության կարեւոր ցուցիչ է։ Արցախյան տարազը որևէ ազդեցություն ունեցել է Հայաստանի պատմասկագրական մյուս շրջանների տարազախմբերի վրա եւ եթե այո, ապա հիմնականում որ շրջանների վրա է Արցախյան տարազի այդ ազդեցությունը տարածվել։ Ես շատ դիպուկ հարց է, ասեմ, որ 18-րդ դարում մենք գիտենք, որ մեծաքանակ տեղափոխվեցին Տավուշ, Լոռի եւ երբ մենք դիտարկում ենք այդ պատկերաքանդակները գերեզմանոցներում մենք ճիշտ արցախյան հագուստի այդ կիրառությունը այստեղ տեսնում ենք, այսինքն մարդիկ իրենց հետ բնական է, որ տարան նաև արցախյան հագուստը եւ շատ բնորոշ ձևով Տավուշում մենք հաճախ ենք հանդիպել, որ կրում են արցախյան հագուստ, թե տղամարդու եւ թե կնոջ հագուստը։ Լալայանն էլ ակնարկ ունի Լոռվա տարազի մասին խոսելիս, չէ, որ նման է արցախյան տարազին։ Այո։ Արցախյան տարազի մասին երբ են առաջին ուսումնասիրությունները կատարել եւ արդյոք մենք կարող ենք համարել, որ այդ ուսումնասիրությունները համապարփակ են եւ ամբողջական։ Ես գտնում եմ, որ ըստ էության բավական գործ արված է այս առումով, որովհետեւ հենց որ ես զբաղվել եմ տարազով, տարազի ուսումնասիրությամբ, իմ ուշադրության կենտրոնում եղել է Սյունիք Արցախյան հատկապես համալիրը եւ բարեբախտաբար մի շարք հոդվածներ կան հենց Արցախի տարազին նվիրված գեղազարդման առանձնահատկություններ, տղամարդու հագուստի առանձնահատկություններ եւ այդ բոլորը տպագրված են, բայց 2024-ին Հայ բարեգործական ընդհանուր միության ծրագրով իրականացվեց այս գրքի հրատարակությունը, ուսումնասիրությունը։ Ես 93-94 թվականից Հնագիտության ազգագրության ինստիտուտից գործուղվել եմ Արցախ եւ գնում էի այդ տատիկների հետքերով Սարուշենում, Ստեփանակերտում ես հանդիպել եմ տատիկների, որոնց նկարները այս գրքում ամփոփված են, որոնք կրում էին հենց արցախյան ավանդական հագուստ։ Եվ ես շատ լավ հիշում եմ, որ ասում են ուրիշները ոսկի են ման գալիս, այս աղջիկը հայկական տարազ է ման գալիս եւ ինձ իսկապես մեծ բավականություն պատճառեց այն, որ Ստեփանակերտի այդ տատիկը Սարուշենում 110 տարեկան համենայն դեպս այդպես էին ասում Շուշան տատին Այան կրում էր այդ ավանդական հագուստը եւ ինքը իր աղջկան պատգամել էր, որ իր երկրային կյանքի վերջին ուղին պետք է դրանով իրեն ուղեկցեն եւ սունդուկի մեջ դա տեսա տող գյուղում եւ այլն մի խոսքով եթե դրանք չէին կրվում ապա որպես մասունք պահվում էին եւ շատ լավ է որ անգլերեն լեզվով մենք ներկայացրեցինք Արցախյան տարազի ամբողջ հմայքը եւ այստեղ եւ տարազի մասեր են եւ այլ թանգարաններից, ոչ միայն Հայոց ազգագրության թանգարանի հավաքածուից, այլ նաև Ստեփանակերտի պատմաերկրագիտական թանգարանից, պատմության թանգարանից, նույնիսկ Վարդգես Սուրենյանցի Արշակ Ֆեդվաջյանի աշխատանքները մենք այստեղ ներգրավել ենք, որպեսզի ըստ էության այդ ամբողջական պատկերը ներկայացնենք։ Ես չեմ գտնում, որ
պետք է համարենք, որ ամեն ինչ ավարտված է, որ միշտ էլ նոր խոսք կարելի է ասել, բայց կարծում եմ շատ լավ է, որ մենք անդրադարձ արեցինք եւ ինչով է դա կարեւոր, ասեմ, որ իմ մանկության հիշողության մեջ կա, ես քաջանում եմ ծնվել եւ հիշում եմ Գորիսեցի մի տատիկի եւ ես միշտ այդ հիացմունքով էի նայում իր հագուկապին ամբողջ Գորիսյան այդ համալիրներ եւ հետաքրքիր է որ ճակատագիրը ինձ համար հենց դա ըստ էության կանխատեսել էր եւ տարազի ուսումնասիրությամբ զբաղվելով 2002-ին էլ մենք գիրք ենք հրատարակել Լիբանանահայ օգնության խաչի պատվերով եւ այնտեղ եւս հստակ անդրադարձ կա արցախյան տարազին, այսինքն ինքը իսկապես մի անսպառ աղբյուր է, այ արմատ որ նշեցիք, ես արմատը հենց այստեղ տեսնում եմ եւ ես կարծում եմ, որ պատահական էլ չէ, որ այս տարազախումբը բավական կենսունակ մնաց մինչև 20-րդ դարի վերջ։ Եվ սա հենց նշանակում է, որ այս հագուստը ինչ կարևոր նշանակություն է ունեցել, էթնիկ ինքնագիտակցման ինչ հետաքրքիր դրսևորում է։ Եվ նույնը, ասենք, պարսկահայոց հագուստը եւս որոշակի առումով կենսունակ մնաց, բայց քանի որ մարդիկ ապրում էին իրենց բնաշխարհում, սա շատ կարևոր պայման է, որովհետև մենք տեսնում ենք, որ արևմտահայկական հագուստները 1915-ից հետո ըստ էության մոռացվեցին, կորուսվեցին։ Եվ շատ կարևոր է, որ այդ մշակույթ կրող բնություն կապը միշտ սերտ լինի, այլապես դա եւս վտանգավոր է այն առումով, որ մի շարք մշակութային արժեքների հետ միասին մենք դա եւս կարող ենք ձեռքից տալ, բայց ասեմ, որ դիզայներները եւս շատ մեծ ուշադրություն են դարձնում եւ հասկանում են, որ ձևաչքի առումով ինքը ասենց կատարյալ է, գունային լուծումը շատ իսկապես շատ հանձնարարելի եւ ես տեսնում եմ, որ նաեւ նույնիսկ հարսանեկան արարողությունների ժամանակ հարսնացուները նախընտրում են այդ, եթե իրենց նախնիները Սյունիքից են, Արցախից են, իրենք անպայման նախընտրում են այդ հագուստը, որտեղ ինքը շատ կատարյալ եւ ես հիշում եմ նաեւ, որ երբ որ տաք վերնազգեստը այդ արխալուղը մենք շալվարի հետ հագնում ենք, տեսնում ենք, որ ինչքան նորաձև տպավորություն է, այսինքն դա հենց նշանակում է քո մշակութային արժեքի մշակվածության մասին, որ ինքը ժամանակի քննությունը ըստ էության բռնած համալիր է։ Ես իմ ծննդավայր Քարինտակում 1970-ականների վերջին եւ 1980-ականների սկզբներին տեսել եմ կանանց, որոնք ասենք մեր մեծ տատիկը Զարուհին հագնում էր 107 տարեկանում մահացավ ինքը եւ միշտ ուրեմն այդպես ավանդական տարազով էր նաեւ մեր հարևան տարեց կանայք եւ գյուղում տարածված է որ խլղավոր կանանեք Այսինքն խլղ բարի իմաստը այստեղ արխալուղն։ Այո, արխալուղն։ Որպես մեր հերոստատ դիտողը լավ պատկերացնի, որ խլղը որ ասում են, դա ինդիկատիվ են տարազի ամենակարևոր բաղադրիչին, արխալուղի։ Այո, վերնազգեստն է։ Եվ ինքը միջնորմ ունի, տաքացված է եւ շուլադակարով ամբողջ հարդարված եւ դրա վրայից իդեպ նաեւ հատկապես 19-րդ դարի վերջեր 20-ի սկզբներ նաեւ քուրքն էին հագնում, քուրքը տակ վերնազգեստ, որը շատ պրեստիժային, շատ հարգարժանային էր, այսինքն տեղ գնալուց անպայման եւ կտեսնեք արխիվային լուսանկարներում եւ թանգարանային հավաքածուներում այս հրաշալի տակ վերնազգեստի օրինակներ եւ դրանց դրսևորումները եւ պարտադիր, ասենք մարդամեջ գնալուց այաները կամ մեծ մամիկները այդ տակ վերնազգեստը հագնում էին, որ թավիշ էր, ամբողջ բանը մորթու եզրով հարդարված, իսկապես շատ գեղեցիկ ու ներդաշնակ համալիր է եւ հանձնարարելի, այսինքն եւ ես մի բան էլ նկատում եմ, որ նրանք ովքեր որ տարազով են, մի տեսակ ներքին հպարտության զգացումով են դա կրում եւ իհարկե միջավայրը եւս համապատասխան արձագանք տալիս էր։
Մյուս հարցը վերաբերում է տղամարդկանց տարազին։ Միշտ անընդհատ երբ որ ասում ենք տարազ, առաջին նկարագրում ենք կանացի տարազը, Արցախյան ավանդական տղամարդու տարազը ինչպես է, որովհետև մենք խոսում ենք մինչև 90-ականների նույնիսկ սկիզբը, որ Արցախում կային կանայք, որոնք կրում էին ավանդական տարազը, իսկ ընդհանրապես գիտության մեջ ընդունված է, որ եւ ուսումնասիրողները գրում են, որ օրինակ Սյունիք Արցախյան տղամարդու ավանդական տարազը դուրս եկավ գործածությունից արդեն 1950-60-ական թվականներին այլևս չէին հագնում։ Ինչու էր պայմանավորված դա եւ դրա առանձնահատկությունները։ Դարձյալ շատ ճիշտ հարցադրում, ասեմ, որ տղամարդկանց տարազը ընդհանրապես ավելի շուտ է ենթարկվել փոփոխության եւ դա կապված է տղամարդու սոցիալ-տնտեսական կարգավիճակի ավելի բաց համակարգ լինելու հետ։ Քանի որ նրանք դուրս գնալու, դրսում շփվելու եւ այլն ավելի ազատ հարաբերությունների մեջ են եւ մենք հետաքրքիր է, եթե անցյալում այդ նորի կրողները տղամարդիկ էին, ի նկատի ունեմ 19-րդ դար 20-ի սկիզբ, հետագայում մենք տեսնում ենք, որ ամբողջ նորաձևությունը հենց աշխատում է կանանց հագուստի վրա, այսինքն հենց ելնելով կնոջ ավելի ներփակ կյանքին, նրանք եւ հետո իրենք ավելի ավանդապահ էին, այսինքն իրենց ավանդույթներ, սովորույթներ, դրա համար երբ որ լուսանկարներում տեսնում ենք, որ տղամարդը արդեն եվրոպական հագուստով է, իսկ կանայք դեռևս շարունակում են իրենց ամուսինը եվրոպական հագուստով, իսկ իրենք ավանդական հագուստն են կրում եւ հատկապես դա նկատելի է 20-րդ դարի նույնիսկ առաջին երկրորդ տասնամյակում։ Բայց սա է կարևորը, որ օրինակ արխիվային լուսանկարներ կան Հնագիտության ազգագրության ինստիտուտի ազգագրության բաժնում եւ մենք տեսնում ենք, որ այնպես չէ, որ ինքը միանգամից փոխվեց 50-60-ական թվականների լուսանկարներ կան, որտեղ տարեց տղամարդիկ դեռևս կրում են իրենց ավանդական հագուստի որոշակի տարազամասեր։ Օրինակ մենք անպայման ագանելիքը կտեսնենք ոտնաման, գուլպա եւ նաեւ թիկնաշրում, բայց այսինքն կապ ունի տարիքային ցենզը, ինչքան մարդիկ երիտասարդ են, բնականաբար նրանք ավելի հակված են նորաձևության եւ մենք տեսնում ենք, որ աստիճանաբար դա տեղի է տալիս, բայց մի հրաշալի բան, որ մինչև 50-60-ական, նույնիսկ 70-ականներ մենք տեսնում ենք, որ տղամարդիկ այդ տնայնագործ տերեխն են կրում, որը շատ հարմար էր ընդհանրապես առօրյայում եւ մարդիկ հենց իրենց ձեռքով են դա կարում։ Եվ եթե ժամանակին ասում էին տարեխավորը եւ մի տեսակ քամարանքով էին դրան վերաբերում, համարելու որ դա հետամնաց է, երբ որ մենք Արենիում այդ բացառիկ այդ պեղածո ոտնամանը գտնվեց, բոլորովին իմ կարծիքով այդ վերաբերմունքը փոխվեց։ 5500 տարվա ոտնաման, որի մեջ այդ խոտը պահպանված էր եւ իդեպ նաեւ ավանդական հասարակությունում ավանդական կենցաղում եւ ինչու՞ չէ նաեւ խորհրդային շրջանում 50-60-ական թվականները հենց ոտնամանների մեջ այդ խոտը դնում էին, որպեսզի իր ձևը չփոխի կամ ասենք խոնավություն չքաշի։ Շատ հետաքրքիր է եւ բացառիկ մշակութային ժառանգության ցած կենսունակ գիծ ենք մենք տեսնում։ Իսկապես հրաշալի է, որ մենք ըստ էության գնահատենք մեր մշակութային ժառանգությունը։ Ինչքանով է ներկայացված Արցախյան տարազը թե հայ ազգագրության թանգարանում մասնավորապես եւ թե Հայաստանի մյուս թանգարաններում։ Ասեմ, որ բավականաչափ ներկայացված է այն առումով, որովհետև ինքը ընդհանուր արևելահայկական հագուստի մի համալիր է կազմում եւ բավականաչափ պահպանված է նույնիսկ գդակ գլխարկ կա մորթե փափախ, որ ասում են Ղարաբաղյան փափախ։ Եվ ըստ գլխարկի իմիջիայլոց կարելի էր որոշել գրողի կարգավիճակը։ Այն մարդիկ, ովքեր որ հարուստ էին ունևոր, իրենք բուխարի փափախ էին կրում։ Դա նորածին գառան մորթուց պատրաստված շատ թանկարժեք եւ նաեւ Ղարաբաղյան հատուկ գառան մորթուց պատրաստված այդպիսի գդակներ եւ ասեմ, որ բարեբախտաբար
մեր թանգարանային հավաքածուներում ընդհանուր միջև նաև Սանկտ Պետերբուրգի Ռուսաստանյան ազգագրության թանգարանում մենք Ղարաբաղյան, Արցախյան տարազի շատ հետաքրքիր նմուշներ ենք տեսնում, այդ Քավթարաձեի հավաքածուն, որ արդեն իսկ տպագրված է, մենք բարեբախտաբար դրանց լավ պահպանված նմուշներ տեսնում ենք։ Մյուս հարցը վերաբերվում է հետևյալին, որ ասում են, որ Արցախում միայն եւ իրոք պահպանում են միայն Հադրութի երկրագիտական թանգարանում ավանդական հարսանեկան տարազը։ Իսկ արդյոք հայաստանյան թանգարաններում կա արցախյան ավանդական հարսանեկան տարազի նմուշներ, թե ոչ։ Ասեմ, որ հադրության տարբերակը դա ըստ էության եվրոպականի ազդեցությամբ, դա ավանդական հագուստ չի։ Մենք տեսնում ենք 20-30-ական թվականներին այդ սպիտակ վերնազգեստի մասին է։ Մեր տարազի համակարգում, այդ թվում նաև Արցախյան համալիրում, հարսանեկան հագուստը եղել է կանաչ կարմիրը։ Եվ այդ գունային նշանակումը կարմիրը արյան, կրակի խորհրդանիշն էր եւ գնոջներ ներկայացնում եւ հետաքրքիր է կանաչը տղամարդկության, առնականության այդ խորհրդանիշը եւ շատ հետաքրքիր ձևով մենք տեսնում ենք իրականում մեր ավանդական հագուստը, այդ կանաչ կարմիրը հենց հարսանեկան հագուստն է։ Դա արդեն եվրոպական փոխառություն է եւ Հադրութի ես այս գրքում եւս դա ներառել եմ այդ հարսանեկան հագուստը եվրոպական նորաձևության ազդեցությամբ ստեղծված հագուստ է, բայց ըստ էության մենք կարող եմ ասել թե հայոց ազգագրության թանգարանում, թե Հայաստանի պատմության թանգարանում, ինչու՞ չէ նաև Ստեփանակերտի պատմաերկրագիտական թանգարանում կային հագուստներ, որոնք հենց հայկական հարսանեկան հագուստի համալիրներն են ներկայացնում։ Այսինքն, եթե մենք մտածում ենք, որ սպիտակ գույն պետք է լիներ, իրականում դա փոխառություն է եվրոպական մշակույթից։ Շնորհակալություն Տիկին Պողոսյան։ Ես եմ շնորհակալ։ Սիրելի հայրենակիցներ, ավարտեցինք մեր հերթական հաղորդումը։ Արմաթ հաղորդաշարը կարող եք դիտել Երկիր մեդիայի YouTube-յան ալիքում եւ Facebook-յան էջում։ Բարին ձեզ, կհանդիպենք։